Այս հայտարարություններից հետո Հայաստանը, որը պատրաստ է կնքել այդ խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի դեմքով չէ, հրաժարվում է, այսինքն կատարում է Ալիևի պահանջը, հրաժարվում է անկախության հռչակագրից, բայց միևնույն ժամանակ Ալիևը չի հրաժարվում իրենց անկախության հռչակագրի հիշատակումից սահմանադրությունում, իրենց սահմանադրությունում չի փոխվում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի բան, որ Ադրբեջանը այն խաղաղության պայմանագիրը, որ իր ճնշման ներքո է գրվել, հա, հիմա կարող է նաև ստորագրվել, ինքը խնդրի վերջը չի համարում։ Խնդրի վերջը չի համարում։ Եվ այս ինչ է ստացվելու։ Ադրբեջանը ասելու է, հարգելի միջազգային հանրություն, տեսեք, Հայաստանը որպես պետություն, հա, հրաժարվել է իր անկախության հռչակագրից։ Ես չեմ հրաժարվել իմ անկախության հռչակագրից եւ ելնելով իմ անկախության հռչակագրից մենք Հայաստանի հետ վիճելի տարածքներ ունենք, որոնք այն թվարկված մարզերը Նիկոլ Փաշինյանը թվարկեց Սյունիք Վայոց-ձորը ամբողջությամբ, Տավուշ Լոռի Գեղարքունիք մասամբ։ Այդ քարտեզները Ադրբեջանը հրապարակել է։ Ստացվելու է, տեսեք, Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, ասում էր մենք չունենք կադաստրի վկայական, չէ՞։ Ալիևը ասելու է, սիրելի միջազգային հանրություն, լսել եք Հայաստանի ղեկավարին, ինքը հրաժարվել ասել է մենք կադաստրի վկայական չունենք, այսինքն օրինականություն այդ տարածքների վրա մեր սուվերենության չունենք։ Ինք չունի, ես ունեմ կադաստրի թուղթ, հարգելի միջազգային հանրություն։ Փաշինյանը լեգիտիմացնում է Ալիևի հետագա ագրեսիան Հայաստանի։ Իհարկե,